Շնորհակալություն, իրոք թեման թե ակտուալ է եւ թե նաև մեզ բոլորիս մտահոգող շարունակելով բանախոսներին ես կանդրադառնամ մի շատ կարևոր խնդրի մասին, դա կապված է մշակութային էթնոցիդի այն քաղաքականության հետ, որը այսօր վարում է Ադրբեջանը Արցախում, բնականաբար էթնիկ զտման քաղաքականությունից հետո, այսինքն ժողովրդին ցեղասպանելու, որտեղ էթնիկ զտումը նույնպես ցեղասպանության մի ձևերից մեկն է, այո, տեսակներից մեկն է, հաջորդը տեղի ունենում մշակութային էթնոցիդի քաղաքականություն, որը նույն մշակութային ցեղասպանությունն է, որը միջազգային իրավական նորմերով բնորոշումը այդպես տրված է, երբ որ դու ոչնչացնում ես մեկ այլ էթնիկ խմբի, մեկ այլ ուրեմն ժողովրդի, էթնոսի հիշողությունը, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Այսօր այնինչ մենք ականատես ենք լինում դրան, ցավոք սրտի այդ քաղաքականությունը նոր չէ, դեռևս խորհրդային իշխանության տարիներին ադրբեջանական ԽՍՀ պայմաններում, երբ որ հատկապես երբ որ իշխանության, բնականաբար չենք խոսում 1930-ական թվականներին այդ մարտնչող ատեիզմի պայմանները, որտեղ դա ամբողջ խորհրդային միությունով մեկ էր, դա բնորոշ է խորհրդային միությանը, երբ որ եկեղեցիները փակվում, վանական համալիրները փակվում, մի մասը ավերվում էր, մի մասը վեր էին ասում, չգիտեմ, լավագույն դեպքում մշակույթի տների, իսկ վատթարագույն դեպքում պարզապես ոչնչացվում է եւ ասենք այդ նույն եկեղեցու քարերով կառուցում էին, չգիտեմ, նույն մշակույթի տուն, դպրոց, մանկապարտեզ եւ այլն։ Սակայն Ադրբեջանը 1960-ական թվականին հատուկ նպատակադրմամբ սկսեց ոչնչացնել ուրեմն ադրբեջանական ԽՍՀ տարածքում, այսինքն պատմական Արցախ եւ Ուտիկ նահանգներում գտնվող եւ ինչպես նաեւ Նախիջևան եւ Սյունիքի ճահուկ, Սյունիքի այն գավառներում, որոնք ընդգրկված են ադրբեջանական ԽՍՀ-ի մեջ, ամբողջ մշակութային ժառանգությունը սկզբում յուրացնելու ձևով, այն հայտարարելով աղվանական, այնուհետև նաեւ դրա քողի տակ նաեւ ինչու՞ չէ, նաեւ ոչնչացնելու։ Այդ ամենը շատ վառ կերպով մենք ականատես եղանք հատկապես միջին սերունդը, միջին եւ ավագ սերունդը 1988-91 թվականներին, հատկապես 91 թվականին, որ երբ որ օղակ օպերացիայի ժամանակ, օղակ այդ ռազմագործողության ժամանակ նաեւ ոչնչացվում էր հայկական մշակույթի հուշարձանները, մասնավորապես օրինակ Հադրութի շրջանի Առաքել գյուղը հայաթափելուց հետո պայթեցվում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, ոչնչացվում է պայթեցման, ոչնչացվում է ուրեմն ջրակույսի մոտ գտնվող Հադրութի շրջանում Կավակավանքի մուտքի բարավորը, քերում եւ ուրեմն զեղծվում է Ղայբալիշյան գյուղի եկեղեցու արձանագրությունը, նույնը կատարվում է նաեւ բոլոր մյուս ուրեմն վայրերում։ Այդ քաղաքականությունը շարունակվեց նաեւ Հյուսիսային Արցախում եւ նաեւ Արցախի Հանրապետության Շահումյանի, Բռնազավթար Շահումյանի շրջանում եւ Գետաշենի ենթաշրջանում։ Վառ կերպով դա նաև արտահայտվեց արդեն իսկ 2020 թվականի ուրեմն 44-օրյա պատերազմի ժամանակ եւ նրանից հետո մենք ականատես եղանք ուրեմն տարբեր Արցախի տարբեր վայրերում մեր մշակութային ժառանգության ոչնչացմանը, իսկ Արցախի ոչ բնակչության էթնիկ զտումից հետո այդ ամենը լիովին այլ երանգ ընդունեց։